ծնողներն են բոյկոտում եւ մենք չենք բերելու երեխաներին դպրոց այնքան ժամանակ, մինչեւ մեզ պարտավոր են տալ մեր երեխաների իրավունքները նորից չոտնահարեն, բացատրություն։ Հայաստանի Հանրապետության կարդում եմ, մենք լինելով Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ հիմնական, խնդրում եմ լռություն, հիմնական դպրոցի ծնող, տեղեկացանք դպրոցի նախկին տնօրեն Նատալիա Ստեփանյանի, ես չեմ կարող այս բառը կարդալ, նախկին, դա ահավոր վիրավորական է, դա մեր համար վատ նորություն է, մենք դրա հետ համաձայն չենք։ Որպես տնօրենի հավակնորդնի, բանավոր քննության արդյունքի հետ, այն է 3 կողմ և 2 դեմ քվեարկությամբ տնօրենի բանավոր փուլը չհաղթահարելու մասին։ Նատալիա Ստեփանյանը շուրջ 12 տարի ղեկավարելով Երևանի Պուշկինի անվան հիմնական դպրոցը վայելում է մանկավարժական, ծնողական և աշակերտական համայնքների սերն ու մեծ հարգանքը, ծափար։ Դպրոցը մեզ և մեր երեխաների համար սոսկ շենք չէ, մենք կարևորում ենք պատերի ներսում իրականացվող կրթադաստիարակչական այն ճիշտ և հսկայակածավալ աշխատանքը, որն իրականացվել է Նատալիա Ստեփանյանի գլխավորությամբ։ Դպրոցի լավագույն ավանդույթները, հայրենասիրությունը, դպրոցասիրությունը, ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ ապահովող միջոցառումների շարքեր և այլն։ Համադրելով ժամանակակից կրթության բոլոր չափանիշներին, այս ամենին ուզում ենք ավելացնել նրա, որպես քաղաքացի, մարդկային բարձր որակների, բարեկուրծությունը, դաստիարակությունը և դավանած արժեքները, որոնք մշտապես նրա աշխատանքի հիմքում են եղել։ Մենք ծնողներս մեր երեխաներին այս դպրոց ենք բերել, վստահ լինելով, որ Նատալիա Ստեփանյանը մեր դպրոցի լավագույն ավանդույթները կրողը, շարունակողն է, պահպանողն է, ելնելով այս ամենից։ Դպրոցի ողջ ծնողական համայնքը պահանջում է վերանայել քվեարկության որոշումը, հրապարակելով նաև հարցազրույցի ձայնագրությունը։ Քիչ ներկայացնում ենք ծնողների ստորագրությունները, 1000-ից ավել։ Մենք սպասում ենք բաց նամակին, մենք սպասում ենք քվեարկության բաց արդյունքներին, մենք ուզում ենք ամեն ինչը լինի թափանցիկ, որ կարողանանք մեր փոքրիկ երեխաներին բացատրել ինչ է կատարվել, որովհետև եթե մենք լռենք, եթե մենք ստենք, մենք Հայաստանի Հանրապետության ճիշտ քաղաքացի չենք կարող դաստիարակել։ Շնորհակալություն բոլորի, դուք ֆանտաստիկ ծնողներ եք, դուք բոլորը Պուշկինի արժեքները կրողներ եք։ Չխանգարենք այսօր մեր դպրոցը, այսօր հրաժեշտ տանք, համբուրենք իրար, գրկենք իրար և երբ որ այս ամեն ինչը համարենք սաթուրի մածություն, վերանա, հավաքվենք և մեծ ավարտական Պուշկինի ծննդյան օրը ամսի 6-ին, որ տեղյակ է, շատ մեծ շուքով կնշենք և երեխաներ։ Ես հիմա շատ հուզված եմ, որտեղ ինձ մոտեցավ իմ տասխեկը։